Բարև ձեզ։ Եվ այսպես նախընտրական տրամադրությունները գնալով չասեմ ավելի են սրվում կամ լարվում, ասեմ ավելի են հետաքրքրանում։ Թեև առաջիկայում տեղի ունեցող ընտրությունները, տեղի ունենալիք ընտրությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, այն էլ հանրապետության երկու համայնքներում, Գյումրիում եւ Փարաքյարում, բայց տպավորությունն է, որ ամբողջ քաղաքական դաշտը հետաքրքրված է այս ընտրություններով, որոշները մասնակցում են իրենց անուն ազգանունով, իրենց կուսակցական բրենդով, մյուսները մասնակցում են ոչ այնքան ուղիղ, ասում են թե տարբեր դեմքերով եւ տարբեր անուններով, ամեն դեպքում քաղաքական ուժերի հետաքրքրվածությունը բնական է, հասկանալի է, շատերը այս ընտրությունները դիտարկում են որպես լակմուսի թուղթ կամ ինդիկատոր գալիք տարում ստացվելիք համապետական ընտրություններից առաջ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն։ Ընտրությունները միշտ տոն են, չէ՞։ Միշտ։ Դե կառավարող կուսակցությունը հասկանալի է, որ ակտիվորեն նախապատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների այս երկու ընտրություններին։ Գիտեմ, որ օրերս դուք կուսակցական մեծ թիմով Գյումրիում էիք, այնտեղ գալլամիջոցառում էիք անցկացնում։ Ինչ տեսակ, ինչ լսեցիք, ինչ տպավորություններով եք վերադարձել Երևան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մարտի 9-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բավականին ընդգրկված խմբով ներկա է գտնվել Գյումրիում, տեխնոպարկում, որտեղ ներկայացվել են ապագա մեր տեխնացուի եւ մեր քաղաքական ուժի ծրագիրը, թե որ ոլորտներում ինչ փոփոխություններ են իրականացնելու եւ շատ հատկանշական է, որ արդեն պետք է խոսենք նաեւ արդեն կատարված աշխատանքների մասին եւ 18-ից հետո, ինչպես նաեւ 21 թվականից հետո, նաեւ եղավ դրամահավաքը, բավականին թափանցիկ, Պես գիտեք, դա նույնպես քաղաքական պրոցեսների անկախտելի մաս է եւ բնականաբար այդ օրը մեկնարկեցին այս երկու կարևոր իրադարձությունները մեծ քարոզարշավից առաջ։ Տեսանք արևոտ Գյումրի, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հայ ժողովրդի մեջ չկա մի ներկայացուցիչ, ով մեծ սիրով չի գնում Գյումրի եւ ոգևորված հետ չի գալի Գյումրիից եւս մեկ անգամ այնտեղ լինելու ցանկությամբ անպայման եւ պարտադիր իսկ Գյումրիում ընդհանուր առմամբ դե շատ քիչ է այդ 2-3 ժամվա ընթացքում իհարկե գյումրեցիների ողջ տրամադրությունների եւ տրամադրվածությունների pašարը գյումրեցիների տրամադրություններն էլ արևոտ են բոլոր նրանց ում հետ որ մենք հանդիպել ենք ես կարծում եմ նաեւ դուք տեսել եք այն դրվագները երբ մենք այս նկարագրված միջոցառումից հետո այո Գյումրիում հնարավորություն ունեցանք հայլելու իդեպ նաեւ եղանակներ բավականին բարենպաստ եւ բոլոր այն մարդկանց ում հետ մենք հանդիպել ենք ովքեր մեզ ողջունել են կամ դուրս են եկել պատուհաններից կամ պատշգամբներից մենք նեգատիվ ոչինչ չենք նկատել հույսով ենք սա նաեւ ուղիղ համեմատական կլինի ընտրությունների արդյունքներին Պետք է երևա քվեարկությունից հետո Գյումրիում ելույթ ունեցավ հանրապետության վարչապետը կամ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը, նախագահը եւ նրա ելույթը շեշտադրումները նախկինների արերևույթ թալանների կատարած թալանի մասին էր։ Ինչ կասեք այս ելույթի եւ հատկապես ելույթին հաջորդած արձագանքների մասին։ Գիտեք արձագանքներ եղան եւ առաջադրված կուսակցություններից եւ չառաջադրվածներից Դե բնական է որ ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը ինչպես դուք նշեցիք, այս դեպքում հանդես էր գալի ավելի շատ որպես քաղաքացիական պայմանագիր քաղաքական ուժի առաջնորդ եւ քանի որ Գյումրիում տեխնացուների ներկայացվածությունը բավականին բուռն է եւ շատ է եւ որոշ իմաստներով եւ որոշ դեպքերում դրանք ուղիղ կապված են նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ այլն, բնական է որ այդ ամբողջ նեգատիվ եւ բացասական process-ներից Գյումրին եւս մասն չի մնացել եւ բնականաբար որոշ տեխնացուներ եղել են նաեւ ակտիվ դերակատարներ այս ամենի ես կանխելով ձեր հարցը պետք է ասեմ որ եթե այդպիսի բաներ կան ինչու են միջև մարդիկ ազատության մեջ սրան եւս պարոն վարչապետը անդրադարձավ Եվ ընդհանուր առմամբ շատ դժվար է գիտեք լինելով իշխանության եւ տեսնելով թե օրինակ որոշակի ռեսուրսների դեպքում ինչ աշխատանքներ կարելի էր կատարել այսքան տարիների ընթացքում եւ ինչ աշխատանքներ են կատարվել մենք ուզենք թե չուզենք դա մեր կամքից անկախ պետք է համեմատության մեջ տնենք տարված մեր ժամանակով տարված եւ մեզանից առաջ կատարված աշխատանքները եւ ցավ ենք ապրում ընդհանուր առմամբ հատկապես եթե խոսքը Գյումրիին է վերաբերում ես դե չանդրադառնամ այլ երկրաշարժի արդյունքներին եւ այլն բայց ես կարծում եմ ոչ
միայն նախկին իշխանությունների, այլ նաև նախկին Գյումրվա քաղաքապետերի մեծ բացն է, որ մինչև հիմա մենք խոսում ենք փաստորեն տնակներում ապրող մարդկանց մասին, իսկ նրանք այնտեղ քիչ չեն, եւ սա ընդհանուր առմամբ հենց այն ուղիղ հայելին է, այն նույն պատկերն է, թե ինչպիսի կառավարում է իրականացվել Գյումրիում, այն ամբողջ ռեսուրսների հոսքը, ֆինանսների հոսքը, այն ամբողջ ուշադրությունը իդեպ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, ոչ միայն Գյումրիից սփյուռքահայ ներկայացուցիչների, այլ նաև Սփյուռքում բավականին մեծ անուն եւ հայտնիություն ունեցող մարդկանց ուշադրությունը, որ սևեռվել էր Գյումրիի վրա այդ տարիների ընթացքում եւ այն, ինչ ունենք մենք Գյումրիում, ես կարծում եմ դուք էլ կփաստեք, որ ամենաողջունելի փաստերից մեկը չի եւ այո, կա իսկապես ցավ ենք ապրում մենք մեր բոլոր քաղաքների եւ մասնավորապես Գյումրիի համար։ Հիմա նորից նշեմ այս տնակների հանգամանքը, եթե հնարավոր էր այդքան տարիների ընթացքում որոշ տեխնացուների այսպես անշարժ գույքը, որ նայում եք հայտարարագրել, թվում է թե անշարժ գույքի գործակալության ցուցակ է ձեռք ընկել եւ կարելի էր էլի ինչ որ բանից մի քիչ զերծ մնալ կամ այդ ախորժակը մի քիչ չափավորել եւ օրինակ տարբեր հարցեր լուծել, ինչի վրա կհենվեր օրինակ 2018 թվին եկած իշխանությունը, բայց վստահեցնում եմ, որ գրեթե որևէ աշխատանք կատարված չէր, ինչպես Գյումրիում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր գյուղական եւ քաղաքային համայնքներում։ Եվ ես հասկանում եմ, որ եղան արձագանքներ, որոշ մարդիկ դա անձնավորված իրենց ուղված կոչ հասկացան, որոշ մարդիկ նեղ սրտեցին, որ կարծես թե վարչապետը բոլորին դրեց նույն սանդղակի վրա եւ այդ կոչը բոլորին էր ուղված, բայց իսեր Աստծո, եթե նրանք որևէ կապ չեն ունեցել այն ամեն ինչի հետ, ինչ վարչապետը մեղադրական տոներով հնչեցրեց այդ օրը, ես կարծում եմ նրանց ընդհանրապես արձագանք պետք չէր։ Ավելին նրանք պետք է շարունակեին եւ լրացնեին այն ամենը, ինչը գուցե վարչապետը բաց թողեց արդեն քարոզարշավի ընթացքում, ստանալով համապատասխան քաղաքական դիվիդենտներ, իսկ բոլոր նրանք, ովքեր որ թաթախված են եղել, ավելին ակտիվ դերակատարում են ունեցել այս ամենի մեջ, կարծում եմ ժամանակը կգա եւ իրենք էլ պետք է այս ամենի իրավական գնահատականը ստանան, իսկ քաղաքական գնահատականը ես կարծում եմ, որ գյումրեցին կտա արդեն ընտրությունների օրը։ Դե, ասում են ինչու մինչև հիմա այդ իրավական գնահատականը չեն։ Ես այնքան էլ համաձայն չեմ այս գնահատականի հետ, պարոն Կիրակոսյան, որովհետև առանձին դրվագներով իհարկե կան որոշ վարույթներ արձանագրված, պարզապես մեր հասարակությունը, այդ թվում նաև մենք բավականին անհամբեր ենք այս հարցում եւ ուզում ենք մի րոպե շուտ, մի րոպե արագ լինի, բայց երբ որ նայում ենք միջազգային մեխանիզմներին եւ այն ինստիտուտներին, որը նաև մենք ենք ներդրել, այն process-ներին, որի մեկնարկը մենք ենք տվել, տարբեր ռեֆորմների արդյունքում, որ մենք ակնկալում ենք սա, մենք քարեդարը չի, պալեոլիթի շրջանում չենք ապրում, որ այսպես գնանք, ասենք սա քոններ, հիմա այլևս քոնը չի։ Սա իրավական process է, որը նաև ժամանակատար է։ Ինստիտուտների ստեղծման մասին եք ասում, այսինքն։ Այո, ինստիտուտների մասին նկատի ունեմ, որ ցավոք մեր ակնկալիքները եւ մեր շտապողականությունը երբեմն քիչ են հիմնավորված, որտեղ իրավական գործընթացները բավականին երկարատև են եւ սրա այն, որ սա որոշակի արդյունքներ է տալիս, ես կարծում եմ նաեւ տեսանելի է վիզուալ առումով եւ վարչապետը իր պաշտոնական կայքում հատիկ առ հատիկ այսպիսի մի ռուբրիկ է վարում, կարելի ասել, որտեղ հատիկ առ հատիկ իսկապես ներկայացվում են, թե ինչ է գողացված եղել պետությունից, ու տվյալ դեպքում համայնքներից եւ հատիկ առ հատիկ հետ է վերադառնում։ Սա նույնպես որոշակի այսպես կամահրանքի կամ անլրջության ֆոնի վրա են փորձում որոշ մարդիկ նկարագրել կամ արձագանքել, բայց ուրիշ բան է, երբ որ դու Երևանում նստած ասում ես, թե հիմա ինչ կա այդ 5 հեկտար հողը կամ այս մի մեքենայի մասին, ինչու է վարչապետը նշում, բայց ուրիշ բան է, երբ որ դու ապրում ես այն համայնքում, որտեղից այդ հողը ապօրինի վերցված էր եւ հետ է վերադարձել, քաղաքացին տեսնում է, որ այս հողը այսինչինն էր, ով գուցե ինչ որ խաղահրապարակներ է քանդել, գուցե ինչ որ հասարակական նշանակության ինչ որ բան է քանդել կամ ավիրել կամ առնվազն դա կորցրել է իր գործառնական նշանակությունը եւ ապօրինաբար սեփականաշնորհել է, հիմա դա հետ է վերադարձվում համայնքին։ Այսինքն գլոբալ առումով համապետական դրա արձագանքը գուցե այդքան երևացող չի, բայց այո, կոնկրետ համայնքների համար դրանք բավականին լավ արձագանքներ են եւ ես կարծում եմ այս ամենի համար է եղել նաեւ հեղափոխությունը 2018 թվականին։ Այստեղ մենք բախվում ենք մի խնդրի, որ անընդհատ եղել է, ես չգիտեմ, դա հնարավոր է կարգավորել օրենսդրորեն, թե հնարավոր չի,
Այսինքն քաղաքական ելույթներում որտեղ է ավարտվում քաղաքական տեքստը եւ որտեղ է գալիս իրավական հարթությունը։ Տեսեք, վարչապետի ելույթից հետո նախկին քաղաքապետերը հակադարձեցին, թե խախտվում է անկեղծության կանխավարկածը։ Հիմա որտեղ է քաղաքական տեքստը, որտեղ կարելի է խոսել այդ ենթադրյալ ապօրինի գույքի կամ ենթադրյալ թալանի մասին, որտեղ է գալիս իրավական հարթությունը, այս երևի օրենսդիրների եւ իրավաբանների իրավաբանների խնդիրը եւ քաղաքագետների չգիտեմ, այս հարցը ընդհանրապես մարդիկ ասում են, ինչու է խախտում մեր ամերիկյան, ասում են թալանել են, երբ որ դատարանի վճիռ չկա դեռևս։ Դատարանի վճիռ չկա, բայց ես իմ խոսքում նշեցի, որ առանձին դրվագներով կան բարույթներ, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր անմասն են այս ամեն ինչ, ես կարծում եմ ընդհանրապես դրա արձագանքելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է աննեղության կանխավարկածը կանխելուն, ապա ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել կառավարության այդ հարցու պատասխանի վրա, ամենավերջում որ տեղի ունեցավ ազգային ժողովում, կարծեմ երկու շաբաթ առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, երբ ընդդիմության կողմից դարձյալ հարցեր հնչեցին, էլի որը հիմնականում վերաբերում էր ապօրինի գույքի բռնագանձման եւ տարբեր դեպքերով այս կամ այն հանցակազմ պարունակող, ակնհայտ հանցակազմ պարունակող որոշ դեպքերով եւ վարչապետը ինքը ասեց, որ չի կարելի որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, ինքն էլ մեծ առումով ես կարծում եմ կցանկանա այսպես վերջնական եզրափակիչ խոսքերով ինչ-ինչ դեպքերով խոսել, բայց ես կարծում եմ վարչապետին այս դեպքում քննադատել այնքան էլ տեղին չէ։ Իսկ վարչապետի քննադատությունը այդ մեղադրանքները բոլորին էր ուղղված, թե ոչ բոլորին, առաջադրված կուսակցությունների, ես հարցնում եմ, որովհետև այնտեղ կոնկրետ անուններ էին հնչում, թե ում ունեցվածքն է մասնակցում, ինչքան գումար է մոտարապես մասնակցում է Գյումրիի ընտրություններին, եւ արձագանքներ եղան նաեւ այն մարդկանցից, ում անունը չէր շշրափվել, չէր հնչել եւ չէր կարող։ Հասկանալի է, ես նորից ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր որ որևէ կապ չունեն վարչապետի խոսքի որոշ շեշտադրումների հետ, ես կարծում եմ առանձնապես պետք չէր դրան արձագանքել, ոչ լավ, ոչ վատ իմաստով, ընդհակառակը պետք էր դա կապիտալիզացնել եւ օգտագործել քարոզարշավի ընթացքում սեփական քաղաքական ուժին որոշակի օգուտներ եւ շահել բերելու համար, այսինքն այս առումով վարչապետը նույնիսկ տվեց որոշակի ելակետային ուղերձներ բոլոր նրանց, ովքեր որ կապ չունեն եւ նույնիսկ ավելին, իրենք նույնպես գալիս են այս ամենի դեմ պայքարելու համար, իսկ բոլոր նրանք, ովքեր որ օրինակ առանց երկար բարակ մտածելու 99 տարով վարձակալության են վերցրել պատմամշակութային տարբեր շինություններ, տարբեր կառույցներ, բոլոր նրանք, ովքեր ապօրինի կեղծ աճուրդներով ձեռք են բերել համայնքապատկան կամ հասարակական նշանակություն ունեցող բազմաթիվ հողեր, գուցե շինություններ, շենքշինություններ, բոլոր նրանք, ովքեր պարզապես ոտնահարելով օրենքը, օրենքի տառը եւ ամենատարբեր կարգավորումներ կարողացել են Գյումրին մեջ անել կամ Գյումրու հետ կապված ընդհանրապես ամեն ինչ, ես կարծում եմ իրենք ոչ թե պետք է արձագանքեին, այլ իրենք պետք է մտածեին թե ինչ պատասխան պիտի տան գյումրեցիներին, այսինքն ես կարծում եմ, որ նրանք վաղուց են պատասխան տալիս, հաշվի առնելով այն նեգատիվը, որ գյումրեցին ունի իրենց նկատմամբ, բայց այնուամենայնիվ իմ համար առնվազն անհասկանալի էր, թե այս մարդիկ ինչի այսպես այս բուրըն ոգևորությամբ, էմոցիաներով արձագանքեն, այսինքն Սև Բերդի հետ կապված որևէ մեկը իրավունք չունի խոսելու, այսինքն որևէ մեկը չպետք է ասել, որ խնդրի մի քիչ նրբություններ կան խոսքի մեջ վարչապետի տպավորություններ, որ խոսքը Սև Բերդի մասին է, իրականում Սև Բերդը այդ կարծեմ թե չկա, որովհետև չնայած էլի բարձրաբանում եղավ, այդ Սև Բերդը գնվել է մասնավորից եւ ոչ թե համայնքից եւ հիմա այդ իսկ որ թվականներին է եղել այդ գնումը։ Վաղուց եւ հիմա շրջակա այդ հողերի մասին է ավելի խոսքը։ Լավ, հիմա այդտեղ չխորանանք, ասում եք թե վարչապետը ելակետային ուղերձներ հնչեցրեց, այս ելակետային ուղերձների հետ էլ որոշակի այսպես անհամաձայնություններ կան գյումրեցիների նաեւ մասնակցող կուսակցությունների մոտ, ասում են ինչ է նշանակում գյումրեցին է որոշել, որ Սարիկ Մինասյանը պետք է լինի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար։ Գյումրեցին ինչպեսի բան չի որոշել, դուք որոշել եք, որ պետք է լինի նա, ով հաղթում է ձեր կազմակերպած պրայմերիզում։
Սա էլ ինչ-որ առումով ես կարծում եմ առանձին անհատների կողմից սա տրված գնահատական է, որովհետև դարձյալ եթե մի փոքր հետ գնանք եւ հիշենք, թե Բալասանյան դաշինքի կողմից ինչ սաբոտաժ տեղի ունեցավ եւ ըստ երևույթին Գյումրու ղեկավարումը, կառավարումը կաթվածահար էր եղել եւ այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ ստանդարտ իրավիճակում ընդունել որևէ ոչ ստանդարտ լուծում, ել ավելի ճգնաժամը չխորացնելու համար։ Ահա, դրան ոչ ոք չի առարկում, պետք է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, դուք նշանակեցիք, որոշեցիք, որ պետք է նշանակել այն մարդուն, ով ձեր ներկուսակցական պրայմերիզում հաղթող ճանաչվի։ Պրայմերիզը ներկուսակցական է ինքը իրանով որպես ժողովրդավարական գործիք, բայց չէ որ այդ պրայմերիզին չեն մասնակցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, պրայմերիզին մասնակցել են գյումրեցիները, որոնք ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ներկայացված որոշ անդամների։ Նրանք ընտրել են թե ով պիտի լինի ձեր տեխնացու։ Այո, ժամանակավոր պաշտոնակատարը, ով պետք է ժամանակավոր պաշտոնակատար պետք է լինի։ Ժամանակավոր պաշտոնակատար։ Այո, մենք էլ բնական է, չէ՞, որ ձայների պարզ մեծամասնությամբ այն տեխնացուն, որը որ ամենաշատն է արժանացել գյումրեցու քվեի, չասենք քվեին, համակրանքին, այսպես ասած, պետք է ժամանակավոր ղեկավարի Գյումրի քաղաքը։ Իրականում որևէ արտարուցման տեղի չունեցել։ Առավելությունները համեմատաբար եթե նայում եք, ինչ կարող եք ասել, որ այս բաների համար պետք է գյումրեցին գնա եւ արդեն ընտրությունների ժամանակ ոչ թե պրայմերիզի ընտրի ձեր տեխնացուին։ Փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Մենք սահուն անցանք քաղաքական ուժերից եւ այս գործընթացներից արդեն տեխնացուին ձեր։ Նախ ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Սարիկ Մինասյանն է, ով նախորդիվ ղեկավարել է Գյումրիի միասնական սոցիալական ծառայությունը։ Բոլոր նրանք, ովքեր որ չգիտեն, միասնական սոցիալական ծառայությունը հիմնականում աշխատում է սոցիալական խմբերի հետ, ովքեր հայտնվել են այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կյանքի դժվարին իրավիճակներում կամ ներկայացնում են որևէ թիրախում, այսինքն աշխատելու առումով, համագործակցելու առումով, կոնտակտի առումով սոցիալական խմբերը բավականին դժվար կատեգորիա են շփման առումով եւ այլն եւ այն արդյունքները որ պրայմերիզը ցույց է տվել նաեւ նշանակում է որ պարոն Սարիկ Մինասյանը բավականին լավ է աշխատել որովհետեւ իհարկե այսպես վստահորեն չասենք բայց նաեւ կարող ենք նշել որ թերևս մասնակցել են պրայմերիզին նաեւ որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ եւ եթե այս մարդիկ դժգոհություն ունենային պարոն Մինասյանից բնականաբար իրենց ձայնը չէին տա այլ կտային այլ ներկայացուցիչների ովքեր հենց աշխատել են կառավարման համակարգում 18 թվականից սկսած տարբեր ժամանակահատվածներում, տարբեր փուլերում։ Ես կարծում եմ, որ պարոն Սարիկ Մինասյանը նաև որոշակի կառավարչական եւ քաղաքացիների հետ շփվելու հմտությունների է տիրապետում, ինչը պակաս կարեւոր չէ տիմերում աշխատելու համար, որովհետև ի վերջո տիմերի ամբողջ աշխատանքը նվիրված է քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը, քաղաքացու համար պետք է որոշումներ ընդունվել եւ քաղաքացին պետք է որոշակի դերակատարում ունենա, հա, դուք գիտեք, ավագանու նիստերը բաց են եւ կարեւորագույն քննարկումների ժամանակ նրանք կարող են քաղաքացիները կարող են ներս մտնել եւ խորհրդակցական ձայնի իրավունքով հետագայում նաեւ կարծիք հայտնել։ Մեծ առումով Սարիկ Մինասյանը որևէ հանցավոր անցյալ չունի որպես տեխնացու նոր է, նոր խոսք ունի ասելու ստերևույթին Գյումրիին եւ շուտով նաեւ ծրագիրը կլինի, դուք կտեսնեք թե ինչ համապարփակ ներառական եւ անհրամաչելի ծրագիր պետք է ներկայացնի, դեպ ասեմ ծրագիրը բավականին հավակնոտ է, բայց մյուս կողմից բոլորովին ռացիոնալ է եւ այնտեղ չկան ինչ-ինչ բաներ, որ մենք ուղղակի գրել ենք պոպուլիստական նկարտումներից ելնելով, որպեսզի շահենք գյումրեցու համակրանքը, բայց հետագայում ասենք, որ ռեսուրսների սակավության կամ նվազ լինելու դեպքում մենք չենք կարողացել այս կամ այն անել։ Մեծ առումով պարոն Մինասյանը մեծ, այսպես ասեմ, առավելություններ ունի, նախ նոր է, երկրորդ գալիս է պետական կառավարման համակարգից, երրորդ շփվել է քաղաքացիների հետ, այսինքն քաղաքացիների հետ շփումը նրա գործունեության ընթացքում նոր բան չէ, եւ այս ընթացքում էլ արդեն կարելի է տեսնել, որ պարոն Մինասյանը մի քիչ ավելի գործի մարդ է, հա, մինչ այլ տեխնացուները, հա, տարբեր հարթակներ օգտագործելով խոսում են, ասում են ինչ են անելու, որ ոլորտներում է ստերևույթին բաց, իրենք այդ բացը ինչ են լրացնելու, ինչ ռեսուրսներ են գեներացնելու, ինչ ֆորմատով են աշխատելու, պարոն Սարիկ Մինասյանը նաեւ լինելով ժամանակավոր պաշտոնակար գործում է, իսկ մեր դեպքում իսկապես շատ կարևոր է, որ հատկապես տիմերում մարդիկ ավելի քիչ խոսեն եւ ավելի շատ աշխատեն։ Սա կարևոր է։ Ձեր տեխնացուն
անկուսակցական էր, հետո որ անկուսակցական կարգավիճակով մասնակցեց պրայմերիզին ձեր քաղաքացիական պայմանագրի ցուցակով, հաղթեց, անմիջապես դարձավ կուսակցության անդամ, բայց այս ընթացքում սկսեցին լուրեր, շշուկներ, հրապարակումներ լինել այն մասին, որ նա նախկինում եղել է մեկ այլ կուսակցության անդամ, ինքը իհարկե հերքեց, հետո հայտնվեց նրա դիմումը այդ կուսակցության անդամ լինելու մասին, ինքը հերքեց, որ այդ ստորագրությունն է կերծված, վերջը այս ինչ պատմություն է։ Սրա հետ կապված պարոն Մինասյանը ինքը որոշակի մեկնաբանություններ տվել է, այն լայնորեն տարածված են մամուլում, ինչպես նաև իր Facebook-յան էջում։ Սրա հետ կապված ես այլ մեկնաբանություններ չունեմ անելու, բայց դարձյալ ուզում եմ հետ գնալ եւ ասել, որ պարոն Սարիկ Մինասյանին որպես ժամանակավոր պաշտոնակատար դարձյալ ընտրել է գյումրեցի։ Որքան էլ որ հիմա կլինեն մեկնաբանություններ, գուցե այլ դրսևորումներ խոսքի, որ ընդամենը 200-300 հոգին են մասնակցել սրան, բայց մենք չենք էլ ասել, որ դա ընտրություններ են, մենք ասել ենք դա պրայմերիզ է, որի փոքր մարկետն է մեծ ընտրությունների եւ ըստ երևույթին մենք սրանով ենք առաջ գնացել։ Եթե պարոն Սարիկ Մինասյանը նախկինում որ պարոն Սարիկ Մինասյանի հետ ես 2019 թվականին ազգային ժողովի падգամավոր եմ եղել, այն ժամանակ նա ընդգրկված էր Լուսավոր Հայաստան խմբակցությունում, բայց անկեղծ ասած չգիտեմ նա Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ էր թե ոչ։ Լուսավորի անդամ չեղել, բայց Լուսավորի ցուցակով падգամավոր եղել է, իսկ սա հանրապետականի մասին էր խոսքը, ոչ թե Լուսավորի։ Այս մասով ավելացնելու ոչինչ չունեմ։ Լավ։ Սովորաբար ընտրություններից առաջ քաղաքական ուժերը առանձնապես մեծ հաճույքով չեն խոսում կոալիցիաների մասին։ Քաղաքական ուժը մասնակցում է ընտրությունների, իր նպատակը հաղթելն է, ասում է գնում ենք հաղթելու, որպեսզի ունենանք 50+1 եւ դառնանք իշխանություն։ Կոալիցիաների անհրաժեշտությունը առաջ է գալիս արդեն քվեարկությունից հետո, երբ որ որևէ ուժի չի հաջողվում։ Հիմա դուք Էլի այդ նույն տրամաբանությամբ գնում ենք հաղթելու 50+1 ունենալու եւ իշխանության, թե մտքում նաեւ չեք բացառում կոալիցիաների հարցը։ Բացարձակ նման քննարկումներ մեր քաղաքական ուժի ներսում չկան, մենք միանշանակ գնում ենք 50+-ի տրամաբանությամբ եւ կարծում եմ մեր քարոզարշավի ընթացքում սա նաեւ տեսանելի եւ հասկանալի կլինի բոլորի համար։ Եթե կլինեն ուժեր հետագայում ցանկություն կունենան համակրելով մեր քաղաքական ուժին կամ կիսելով քաղաքական հայացքները, արժե համակարգը, այսպես որպես հարող ուժ լինեն, դա կարծում եմ միայն քննարկելի կլինի արդյունքներից։ Հնարավոր է որ այդ նույն կարգավիճակում դուք լինեք, թե հնարավոր չէ կամարում, որ համակրեք ձեր ծրագիրը բացառված է։ Մենք ունենք հրաշալի ծրագիր, մենք ունենք հրաշալի տեխնացու եւ մենք գնում ենք միայն հաղթել։ Լավ։ Նախընտրական քարոզությունը ինչպես եք պատկերացնում։ Էլի նախկին ներկա, հա, մենք եկանք, դուք թալանել էիք, թե ծրագրեր, գաղափարներ, կոնկրետ անելիքներ եւ այլն։ Ձեր հարցին շատ դժվար է պատասխանել այսպես միանշանակ, որովհետեւ երբ մասնագիտությամբ քաղաքագետ ես բնականաբար մի քիչ ավելի այլ հայացքով ես ցանկանում նայել քաղաքական գործընթացներին, ասեմ որ տեխնացու քաղաքագետ լինելը մի բան է, կուսակցական շարժարկելը մեկ ուրիշ բան։ Ազգային ժողովի падգամավոր լինելը բոլորովին այլ բան է, այսինքն միևնույն process-ներին քաղաքական ես կարող եմ տալ երկու տարբեր գնահատականներ, որոնք գուցե ինչ-որ առումով ընդհանրական լինեն, բայց մեծ առումով կունենան նաև գիտական առումով տարբերություններ եւ զուտ նայելով այն ներկայացվածությանը քաղաքական ուժերի, որ այսօր կա տեխնացուների տեսքով Գյումրիում, կարելի ասել, որ դրանից անմասն մնալ հնարավոր չէ այս նախկին ներկայից, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ ժամանակն է նոր քաղաքական մշակույթի եւ այս Գյումրիի ընտրությունները, ինչպես նաեւ Փարաքյարի ընտրությունները հրաշալի հարթակ են, հաշվի առնելով նաեւ որ տեխնացուներից շատերը երիտասարդ են, նոր սերնդի ներկայացուցիչներն են, բոլորովին նոր քաղաքական մշակույթներ մուծեն, հա դրանք կլինի դեբատների տեսքով, հարցազրույցների տեսքով, ես կարծում եմ Նաև էլեկտորատը սեռատարիքային առումով հաշվի առնելով, որ նոր սերունդ է արդեն ընտրելու 2018-ից հետո կամ դրանից առաջից հետո նոր սերունդ է արդեն ընտրելու, ես կարծում եմ, որ նույնիսկ դասական իմաստով քարոզարշավները այդքան արդյունավետ չեն լինելու։ Ես չեմ ասում բակային հանդիպումները կարևոր չեն, կամ այսպես խմբով հանդիպումները կարևոր չեն, ծրագիրը ներկայացնելը կարևոր չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, որ սրանք բավականին քիչ են, օրինակ որոշակի ընտրազանգվածի, որը իներտ է
որևէ կերպ չի ցանկանում խառնվել քաղաքականությանը եւ իր համար մեծ առումով մեկ է թե ինչ process-ներ են տեղի ունենում եւ օրինակ ով կգա իշխանության կամ ովքեր կոալիցիա կկազմեն, այս առումով հենց տեխնացուների բանեցրած այս քաղաքական միջոցներից եւ մեթոդներից է հնարավոր նաեւ նրանց որոշակի ակտիվություն փոխանցելը, հատկապես երիտասարդներին, իսկ եթե ես չեմ սխալվում, վիճակագրական տվյալները ցույց էին տվել, որ մոտավորապես 50-ից 60%-ը կողմնորոշված չէ թե ում ընտրելու, իսկ մենք ունենք շուրջ 1 տասնյակ տեխնացուներ եւ տեխնացուները պետք է աշխատեն հենց այս զանգվածի վրա։ Այսինքն դուք ձեր կարոզարշավի ժամանակ ավելի շատ շեշտադրելու եք տեխնացուի անձը, ձեր ծրագիրը, թե կուսակցության բրենդը։ Իրականում բոլորը միասին վերցրած, որովհետև իրականացնել քարոզարշավ միայն մի կետով եւ հենվելով միայն մի կետի վրա, թե տեխնացուի անձնական կամ մարդկային որակների վրա, սա այնքան էլ քաղաքական իմաստով գրագետ չի լինի, հեռանկարային չի լինի, որովհետև շատ հնարավոր է մարդը օրինակ ինչ որ մի ոլորտում ցուցաբերի կամ արձանագրի գրանցի հրաշալի հաջողություններ կամ հրաշալի տվյալներ, բայց օրինակ կառավարման համակարգում այս կառավարչական հմտությունները խանգարեն նրան։ Այսպիսի դեպքեր մենք շատ ենք ունեցել, ես հիմա անուններ չտամ, եւ կարող է լինել ճիշտ հակառակը, օրինակ մարդը շատ ավելի քիչ խոսի, ինչպես ես իմ խոսքում նշեցի, բայց ավելի շատ գործանի, որտեղ ինքը իր մտապատկերում ունի այն ծրագիրը, այն տեսլականը եւ այն ակնկալվող արդյունքը, որի համար ինքը օգտագործում է այս կամ այն միջոցը եւ հետեւաբար առանձնացնել այս միջոցը կամ այս մեթոդը այս գործիքը ավելի մեծ առավելությունների հասնելու համար ես կարծում եմ արդեն տեխնացուների ընտրած մարտավարությունից է, կախված է տեխնացուների ընտրած մարտավարությունից, բայց ես կարծում եմ, որ զինանոցում պետք է եղած այդ ամբողջ, այո, բոլորը պետք է օգտագործել։ Ստացվում է, միայն Գյումրիի մասին ենք խոսում, Փարաքյարում ինչ վիճակ է, կամ այսպես ձևակերպեմ, Գյումրիում եք ավելի լավ զգում, թե Փարաքյարում ընտրական վիճակները ձեր որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես ինձ Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերում եւ քաղաքներում լավ եմ զգում։ Նախընտրական առումով մենք շատ լուրջ ենք վերաբերում երկու դեպքում էլ, անընդհատ Գյումրիից ենք խոսում, որովհետեւ Փարաքյարում այդ ներկայացվածությունը չկա եւ բոլոր տեխնացուները խոսելով Գյումրիի ընտրությունների մասին, այսպես ասում են, որ սա ըստ երևույթին նախերգանքն է 2026 թվականի համապետական ընտրություններին եւ կարծես բոլոր իրենց ռեսուրսները կենտրոնացրել են հենց Գյումրիում եւ նույնիսկ կան այսպիսի խոսակցություններ, թե ով Գյումրիում հաջողություն գրանցեց կամ ըստ իրենց գրանցած հաջողության մակարդակից կամ քվեների տոկոսներից կարող է նաեւ հետագայում մոտավորապես պատկերացնել, թե ինչ համակազմ կունենա կամ ինչ ներկայացվածություն կունենա 2026 թվականի ընտրությունները, սա ինչ որ առումով ճիշտ է, բայց ինչ որ առումով էլ այնքան էլ ճիշտ չէ, որովհետև գյումրեցու խնդիրները, գյումրեցու առաջնահերթությունները կամ Փարաքյարցու խնդիրները, այնտեղ գտնվող առաջնահերթությունները եւ Հայաստանի Հանրապետության իշխանության արչեւ ներկայացված առաջնահերթությունները վաղ միսօրը դրանք գուցե ունեն որոշակի այսպես համընկնումներ, բայց մեծ առումով երկու տարբեր իրողությունների մասին է խոսքը։ Այս առումով ես կարծում եմ մի կողմից շատ կարևորվում է հենց Գյումրին, հաշվի առնելով նաև որ ինքը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, որ այնտեղ ինչքան շատ են լավ լուծված խնդիրներ, այնքան էլ դեռևս արկային չլուծված խնդիրներ, իսկ Փարաքյարում դրանք չկան, նաև եղանակային պայմանները, բնակլիմայական վիճակը, ճանապարհները, տուրիստական առումով, մարդկանց հետաքրքրությունների առումով տարբեր համայնքների մասին ենք խոսում։ Լավ։ Նախընտրական քարոզությունը դեռ առջևում է, ծրագրերը ներկայացնելու ժամանակ կլինի, նախընտրական բանավեճեր, դեբատներ դեռ կլինեն։ Հիմա ուզում եմ խոսել մեկ այլ քաղաքական բանավեճի մասին, որ այս օրերին ծավալվել է Հանրապետության նախկին նախագահների, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցների միջև։ Կարծես արդեն բաց հրապարակային բանավիճում են, թե ով է իշխանության բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դուք կարծում եք, որտեղ է այս բանավեճի ծագումնաբանությունը, նպատակը, միտումը, ինչ են ուզում սրանով պարզել։ Այսինքն համատեղ ուժերով հնարավոր չի հեռացնել, մի պարզում են, թե ով էր բերել, թե ինչ,
չգիտեմ։ Իրականում այս վեճը նոր չի որ կա, ուղղակի հիմա ավելի բաց է, ավելի արճակատ բառից բուն իմաստով բախման եւ արճակատման մեջ են երկու քաղաքական ուժերը։ Նախ միանգամից ուզում եմ նշել, որ վարչապետին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանության է բերել ժողովուրդը 2018 թվականին եւ 2021 թվականին եւս մեկ անգամ ամրապնդել է իր որոշումը, իր համոզմունքը իր քվեն տալով մեր քաղաքական ուժին, իսկ թե ինչու հատկապես այս պահին այսքան բաց են այս երկու քաղաքական ճամբարների արճակատումները, ես կարծում եմ, որ պարզապես 26-ը մոտ է եւ երկու քաղաքական ուժերը պետք է ինչ-որ կերպ դիրքավորվեն։ Այսինքն ով է առաջին ընդդիմությունը։ Այո, ըստ երևույթին ով է առաջին ընդդիմությունը, ով էր մեղավոր 2018-ին եւ բավականին հետաքրքիր մանրամասներ ենք մենք այս երկու խմբերի ներկայացուցիչների ասուլիսներում կարողանում ենք որպես ածանցյալ արդյունք ինքներս մեզ համար քաղել, փաստորեն այսպես խորը ներքին դժգոհությունը երկու կողմերի իրականում ունի բավականին լուրջ հիմքեր, որոնք նաև իրենք են խոսում եւ ընդհանուր առմամբ եթե փորձենք մեկնաբանել 2000 Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը մեղադրում է երկրորդ նախագահի քաղաքական թիմին մարտի 1-ը կազմակերպելու եւ ինչ որ չափով նաև իրենց վրա գցելու առումով այս դեպքում ներկայացնելով նաև նոր իշխանության եկած Սերժ Սարգսյանի առանց այտել ոչ լեգիտիմ վիճակի խայտառակ լեգիտիմության դեֆիցիտը Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեղադրում է Սերժ Սարգսյանին երկիրը այս չափ ամենաթողության եւ խայտառակ կառավարման արդյունքի հասցնելու համար, ինչի հետևանքով տեղի ունեցավ 2018 թվականի հեղափոխությունը, իրականում սա նույնպես բավականին բուրըն վերլուծության կարիք ունի, բայց նաև որպես քաղաքագետ ուզում եմ նշել, որ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել քաղաքագիտական իմաստով, երբ իշխանությունը իրականացնում է իր ծրագիրը, որով եկել է իշխանության, մեր դեպքում 21-26 թվականի կառավարության ծրագիրը, այդ թվում նաև հնդածս լուծելով արտաքին ճակատում տեղի մեր առջև կանգնած որոշ մարտահրավերներ, որոշ դեպքերում անհապաղ արձագանքելով այս կամ այն խնդրին, իսկ ընդդիմությունը զբաղված է ոչ թե օրինակ իշխանություններին քննադատելով, ինչը դասական իմաստով քաղաքագիտության աքսիոմներից է, հա, այսպես քաղաքագիտության այբուբենն է, այլ զբաղված են այսպես քաղաքական ուժերը իրար դեմ արճակատելով։ Ուզում եմ ներողություն, ուզում ենք ասենք, որ մի կռվեք, երկուսդ է ճիշտ եք։ Բայց այս պարագայում ինչի համար էր վարչապետը արձագանքում։ Թվում է թե իշխանության համար շահեկան իրավիճակ է, երբ որ կարելի է հանգիստ նստել հեռվում ժպիտով նայել, թե ինչպես են երկու կողմերը նախկինները իրար հետ բանավիճում, բայց վարչապետը արձագանքեց, ընդ որում, եթե չեմ սխալվում, ես 3 գրառում եմ հանդիպել այդ բանավեճին առնչվող։ Ինչի էր պետք որ արձագանքել։ Գիտեք, մեծ առումով համաձայն եմ, գուցե կողքից այդպես է նայվում իսկապես, բայց երբ ներսում ես եւ երբ դու քաղաքական առումով բավականին մտահասում ես եւ դա է քո աշխատանքը, շատ դժվար է չարձագանքել, ինչպես օրինակ ես քիչ առաջ արձագանքեցի, սա իհարկե չի նշանակում, որ մենք մեր ամբողջ բան ու գործը թողելու ենք եւ սկսենք արձագանքել այս կամ այն քաղաքական թիմին, իրանք իրար արձագանքում են, լրացնում են, փոխլրացնում են, դեռ մի բան էլ ավելի հետագայում ես վստահ եմ այս ամենը շատ ավելի ուրիշ երանգներ է ստանալու, բայց մյուս կողմից նաեւ ուզում եմ ասել, որ բացի այն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարող ուժի ներկայացուցիչն է, նաև ուղնուծուծով բոլորին հայտնի Նիկոլ Փաշինյանն է ընդդիմադիր եւ կարծում եմ շատ դժվար է երբեմն գայթակղություններին չդիմանալ եւ չարձագանքել եւ մեծ առումով սա նաեւ մեզ այնքանով է հետաքրքիր, այնքանով է նաև մեր ուշադրության կենտրոնում, որտեղ խոսքը մեր երկրին է վերաբերում, մենք ենք իշխանությունը եւ այս հատկապես զինված բախումներ, բա դու սրան կրակեցիր, բա ինչի եք ուզում, որ մենք չկրակեինք, բա մենք չենք կրակել եւ այլն, այս ամեն ինչը մենք նաև ինչ-որ չափով պետք է տիրապետենք, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր սովոր են, որ հարցերը պետք է այդպես լուծեն, ով իմանա, գուցե նաև եւս մեկ անգամ փորձեն։ Իսկ այդ արդեն ուղիղ մեզ է վերաբերում, մենք պետք է դա կառավարենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ, հանդիպենք։